Պարոն Ալեքսանյան, ինչու քաղաքական իշխանության մոտ անհետաձգելի դարձավ ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք ամենայն հայոց կաթողիկոս զավակ ունի, թե ոչ։ Իսկ ինչու պիտի չդառնար։ Ինչու այս փուլում։ Ինչ որ մի փուլում պետքա դառնար, դարձավ։ Ինչ տարբերություն որ փուլում էլ լիներ, այդ հարցը կլիներ արտիական ու գուցեև լեգիտիմ, բայց բոլոր փուլերին, երբ որ հնարավոր է այդ հարցը տալ, գուցեև այդ հարցի պատասխանը այդքանով արդեն իսկ այդքան էական չի։ Նոր իմացավ, տեսեք 7 տարի իշխանության լինել ու հիմա այդ նման հարց առաջ քաշել տողատակեր կա այստեղ։ Դե լիներ 3 տարի առաջ չէիք ասել տողատակեր կա։ Լիներ 19 թվականին ասելու եք տողատակեր կա, լիներ 20 թվականին ասելու եք տողատակեր կա, լիներ 21 թվականին ընդհանրապես եք ասելու տողատակեր կա, 24 թվականի մասին էլ չեմ ասում, թե ինչքան տողատակեր կարելի էր գտնել օրինակ 24 թվականին։ Դուք ինչ հարց եք փորձում լուծել սրանով։ Հայ առաքելական եկեղեցու անաղարտության հարցը։ Դա իշխանության գործառույթն է։ Ոչ, բայց դա առհասարակ հայերիս գործն է, հայ առաքելական եկեղեցու հետևորդների գործն է, հայ ժողովրդի գործն է, որը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու տերը։ Իշխանություն լինել չլինել այս հարցում այդքան էական չի։ Շատ մարդիկ այս հարցը բարձրացրել են թե իշխանություն ունենալու ժամանակ, թե իշխանություն ունենալուց առաջ, իշխանության մաս կազմելուց առաջ։ Ընդդիմադիր լրատվականներ են այս հարցի մասին գրել, հենց հիմա էլ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականներ, մասնավորապես Հրապարակ EM-ը դեռ տարիներ առաջ գրել էր այս թեմայով, անուններ գրել կաթողիկոսի դստեր, գրել էր, որ այսպիսի մարդ կա, նա կաթողիկոսի դուստրն է, այսինչ բիզնեսով է զբաղվում, կարծեմ գնացել էին նույնիսկ այդ բիզնեսը որպես այդպիսին, այնտեղ էին հարցազրույց էին, եթե չեմ սխալվում վերցրել։ Իսկ այս թեման ինչ-որ տես նոր բան չի մեր հանրության։ Այսինքն տարիներ առաջ դեռ գիտեիք, որ այդպիսի թեմա է։ Տարիներ առաջ դրա մասին հրապարակումներ կային, բայց հիմա մենք հարց ենք տալիս, մենք հիմա ինչու է այս փուլում այդ հարցը առաջ եկել, ինչ։ Դասում ինչ-որ մի փուլում պիտի առաջ գար։ Ինչ տարբերություն որ փուլում առաջ եկել։ Ինչ-որ մի փուլում պիտի առաջ գար։ Ինչու պետքա չգար որ։ Այսինքն փաստացի եկեղեցականներին կարելի է ամենավերջի բառերով, ամենավերջի ձևով արտահայտվել իշխանության հասցեին, արտահայտվել իշխանության հետևորդների ու քաղաքական թիմի հետևորդների կամ աջակիցների հասցեին, ռազմական զինված հեղաշրջման կոչեր անել, այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, քաղաքական պրոցեսների մեջ ներգրավել, խախտել եկեղեցու եւ պետության տարանջատման կանոնը սահմանադրական ու բայց փաստացի չպատասխանել են պարզ հարցին, արդյոք իրանք առհասարակ պետք է գոյություն ունենան այն կարգավիճակում, որում որ գոյություն ունեն, թե չէ, այդ հարցին չպատասխանել։ Պատկերացնեք, օրինակ ես ազգային ժողով պատգամավոր եմ, մի օր պարզվի, չգիտեմ, ես բան եմ, նաև օտար պետության քաղաքացի եմ, երկքաղաքացի եմ, օրինակ, այդ փաստի բերումով ես արդեն չեմ կարող համարվեմ ազգային ժողովի պատգամավոր։ Դե նույն բանն է, կուսակրոնությունն է, բարձրաստիճան հոգևորականների դեպքում։ Հա, այսինքն որ սկսեցին իրենք քննադատել Նիկոլ Փաշինյանին, հրաժարականը պահանջել, դուք հիշեցիք, որ այսպիսի հարց կա, արեք մի հատ բերեք ժոգենքին թվականից քննադատում ու հրաժարական են պահանջում։ Ինչ հնարավոր բան կար անելու այդ կոնտեքստով իրանք արել են, ինչ չեն արել, օրինակ հրաժարական չեն պահանջել, պահանջել են, կաթողիկոսը պահանջել է։ Դուք հիմա մուղ եք հանում։ Չէ, մենք հիմա անում ենք այնպես, որպեսզի հայ ժողովուրդը չկտրվի հայ առաքելական եկեղեցուց եւ հայ առաքելական եկեղեցին վերադարձվի հայ ժողովրդին։ Ինչ եք անում, դա ինչպես եք անում։ Տալով այն հարցերը, որոնք տանջում են հայ ժողովրդին։ Ինչ գիտեք, տանջում են այդ հարցերը ժողովրդին։ Ես օրինակ այսօրին մի շարք հարցումներ եմ տեսել նաեւ լրատվականների կողմից տարվող, այդ թվում եւ ընդդիմադիր լրատվականների կողմից, եթե չեմ սխալվում, Արտուր Վանեցյանի լրատվականին ընդհանուր միջև եւ մնացածին ու այդ հարցումներով էլ ակնհայտ որ մարդիկ այդ հարցին պատասխան են ուզում իմանալ մարդիկ։ Արդյոք հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները խախտել են Աստծո հետ կապած իրենց ուխտը կուսակրոնության
եւ արդյոք դրանովից նրանք չեն դադարել լինել բարձրաստիճան հոգեվորական օրինակ։ Բայց ինչու է դա քաղաքական իշխանությանը հետաքրքիր։ Իսկ քաղաքական իշխանությունը հայրաքելական եկեղեցու հետևորդ է։ Այդ լիներ ինչ-որ ուրիշ կրոնի դավանորդ ու հետաքրքիր գուցե եւ խնդիր լիներ։ Գուցե եւ խնդիր լիներ, բայց ինչի պետքա չհետաքրքրի։ Իսկ կա ինչ-որ մի պատասխան, թե ինչու պետքա չհետաքրքրի։ Ես այդ պատասխանը չեմ տենում։ Դուք չեք խախտում սահմանադրության այն հոդվածը, որով պետության եւ եկեղեցու անջատ լինելու փաստը արձանագրվում է։ Չէ, օրինակ կաթողիկոսը, բայց կարծում խախտել էր, երբ որ պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, պետք է հրաժարական տա կա։ Չէ, ասում պետք է պատասխանի հարցին, եթե պարզվի, որ այդպես է, այդ դեպքում արդեն հարցը դեռ հրաժարական պետք է տա, թե այդ փաստի բերումով նա արդեն իսկ կհանդիսանա ոչ կաթողիկոս այդ հարցի պատասխանի բերումով, որտեղ եթե ունի բարձրի որ սավակ ունի կուսակրոնության ուխտն խախտել, այդ արդեն լավ, եթե նա ասի չէ, չունեմ, դուք հանդարտվելու եք։ Բայց նա կասի չէ, չունեմ։ Թող նա ասի։ Իսկ ինչու՞ պետք է ասի։ Դե ես ինչքան հասկացա, այդ պատասխանը նրանք չունեն։ Որտեվ եթե այդ պատասխանը չլիներ կամ այդ պատասխանը նրանք ունենային, ես կարծում եմ եկեղեցականների մի շարք եկեղեցականների հարցազրույցները երեկվա եւ խոսույթը առհասարակ այն չէր լինի, որ կա, որտեվ միջև հիմա ինչ ես լսել եմ տարբեր arczepiskopos-ների կամ եպիսկոպոսների կողմից եղել է հետեւյալը, ձեր ինչ գործ։ Հավատացնում եմ ձեզ, դա հեչ նման չի։ Ավելի շատ նման է այո, բայց ձեր ինչ գործ։ Դրա է ավելի շատ։ Իմ ինչ գործ որպես քաղաքացի Գարեգին։ Չէ, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ ձեր ինչ գործ, որպես իշխող ուժի ներկայացուցիչ։ Չէ, որպես վարչության ձեր ինչ գործ, որպես կառավարության ղեկավար ձեր ինչ գործ, որպես իշխանության ներկայացուցիչ, գուցե եւ ինչ որ առումով ինչ որ առումով, բայց կվերադառնանք սա իդեպ վիճելի այս հարցը լեգիտիմ է, բայց արդյոք որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ հայրաքելական եկեղեցին իմ ազգային արժեքը համարող մարդ իմ ինչ գործ հարցը տեղին է։ Արդյոք հայրաքելական եկեղեցու հետևորդ հայ ժողովրդի ինչ գործն է, որ իր կաթողիկոս արդյոք խախտել Աստծո հետ կապած ուխտը, թե չէ։ Իրոք։ Այդ հարցը կարա առհասարակ տեղ ունենա։ Ինձ թվում է չէ։ Իշխանության տեսանկյունից կանք։ Այն փաստը, եթե ապացուցվի, որ կաթողիկոսը խախտել Աստծո հետ կապած ուխտը կուսակրոնության, արդյոք նրան խոցելի չի դարձնում տարատեսակ ուժային կենտրոնների համար Հայաստանից դուրս գտնվող, որպեսզի նրանք դա օգտագործեն որպես կոմպրոմատ նրա դեմ։ Որտեղից օրինակ։ Դե չգիտեմ, այնտեղ իր arczepiskopos-ներից մեկը, որի շարժումն էլ ինքը օրհնել էր անցած տարի, հայտնել էր, որ տարատեսակ ուժային կենտրոններից բարբերաբար իր հետ կապի են դուրս գալի։ Հիմա իրանից հարցրեք, այդ որ ուժային կենտրոններն են աշխարհակաղակական, որ իրանց հետ կապի են դուրս գալի, այսինքն այդպես կապեր կա, ես չեմ որ դա ասում եմ, իրանք են ասում։ Հիմա այդ կապերի ընթացքում կարող է պարզվի, որ կա կոմպրոմատ էս կուսակրոն որոշ եկեղեցականների վրա ու դա օգտագործվում է, ու դա օգտագործվում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ու արդյոք հայրաքելական եկեղեցու պես մեծ ու աշխարհի բոլոր մայրցամաքներում կարելի ասել ներկայացված կառույցը ազգային անվտանգության խնդիր չի ստեղծում, եթե նրա գլուխը փաստացի ենթակա է ինչ-որ կոմպրոմատացման։ Իմ ընկալմամբ ստեղծում։ Ով է դա, այսպես շանտաժի փաստ։ Ես չգիտեմ, ասում եմ, եթե նման կոմպրոմատ հնարավոր է կա, եթե կա նման։ Առաջին Հայաստանի իշխանություններն են, այդ ենթադրյալ փաստով շանտաժանում։ Բայց ի՞նչն է շանտաժանում, հենց դա շանտաժը տենց չի տեղի ունենում, կներեք, շանտաժը ուրիշ բան է։ Շանտաժը դա որ մեկ է մի բան ցես տալիս, մեզ այսա կհրապարակեմ կամ այսա։ Դուք ունեք հիմա հրապարակելու բան։ Մենք հիմա հարց ենք տալիս։ Պարզ թափանցիկ բոլորի աչքի առաջ ընդամենը հարց ենք տալիս, ուզում եմ շեշտել, որ մեր այդ հարցը բնավ ուղված չի կաթողիկոսի կամ մյուս կուսակրոն։ Չէ, Նիկոլ Փաշինյանը ասում է կաթողիկոսը պետք է ասի։ Չէ, բայց թողեք ավարտեմ։ Հա, Նարեկ ջան, թող ավարտեմ։ Բնավ ուղված չի կաթողիկոսի կամ այլ կուսակրոն քահանաների ենթադրյալ
կանանց կամ զավակների նկատմամբ բնավ ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում ոչ մի պարագայում չտալ նրանց անունները, չհրապարակել նրանց լուսանկարները ու չթիրախավորել այդ անձանց։ Փաշինյանն արդեն թիրախավորեց սրբազանների մեկի հարազատին որոշակիացնելով քերու կնոջը։ Ում քերու կնոջը։ Չգիտեմ սրբազանը։ Ոնց որոշակիացրեց, եթե չգիտեք։ Հորդորում է սրբազանին, ասում է գնաշարի դոմպել հորդորում։ Այն սրբազանը, որ դա վերաբերվում է, ես կարծում եմ ինքը դա հասկանում է։ Մյուսների համար ինձ չի թվում, ես օրինակ միջև հիմա չգիտեմ էլ կոնկրետ ում մասին։ Ինձ թվում է, բայց կոնկրետ մեկը գիտի ում մասին։ Այսինքն ոչ մեկ չի որոշակիացել։ Լավ, սա ինչքան է շարունակվելու, այսինքն հիմա այնքան միջև այդ հարցին տրվի պատասխան։ Փաշինյանը պետք է գրառում կատարի միջև ստանա։ Իսկ այնքան պետք է շարունակվի միջև այդ հարցին տրվի պատասխան։ Այդ հարցը չի կարող մնալ անպատասխան, տենց չի լինելու, չի կարա տենց բան լինի, որ այդ հարցը մնա անպատասխան։ Դիմել եք արդեն, հա, հատուկ ծառայություններին ինչ որ փաստեր արդեն տվել են ձեզ։ Ես չեմ դիմել, չգիտեմ։ Բայց առնվազն վերջերս մի հարցում էլ տեսա էլի լրատվականներից մեկն էր արել ու քաղաքացիների 90%-ից ավելին այդ հարցմանը մասնակցեց, հազարավոր մարդիկ էին մասնակցել, գտնում էին, որ խախտել են կուսակրոնության ուխտը մի շարք բարձրաստիճան հոգևորական։ Օրինակ գիտեք ինչն է շշմելու պարոն Ալեքսանյան, երբ որ կուսակրոնությունը խախտած հոգևորականի երեխայի առաջ կարմիր գորգ է փռում Նիկոլ Փաշինյանը եւ բարձրացնում ամենաբարձր պաշտոններին ում մասին, բայց հենց կներեք դուք այդ ժամանակ այդ խնդրի մասին չեք խոսում։ Չէ, կներեք, ես նորից պետքա մեկ անգամ էլ շեշտեմ, որ տարընկալում չլինի։ Կուսակրոնությունը խախտած հոգևորականների երեխաները կամ զավակները այս պատմության մեջ ոչ մի դերակատարում չունեն։ Դե բա ինչ տարբերություն։ Այսինքն այդ մարդիկ ոչ մի բան չունեն, թե իրանք։ Չէ, ներողություն, հարցը հետեւյալն է, որ իմացել եք, որ տեսեք, կապը այն է, որ ես չգիտեմ ում մասին եք խոսում, ես չեմ իմացել, բայց տվյալ, չէ, երբ որ մենք ինքնատ լուրջ իրավապահ կառույցի ղեկավար են նշանակում, ճշտում են, ով է, որտեղից է, շրջապատնով է եւ այդ հարցը չէր կարա բաց մնալ, այսինքն այդ նշանակումով անուղակի իմացել եք, որ հոգևորականը կուսակրում ձեր ասածը լեգիտիմ բան կլներ, եթե դուք ասեիք, որ դուք իմանալով, որ այսինչ կուսակրոն քահանան երեխա ունի, դուք հենց այդ կուսակրոն քահանային եք ինչ որ մի պաշտոնի նշանակել։ Այդ դեպքում ձեր ասածը երեխային ինչու եք նշանակել։ Ես ասում եմ այդ նշանակման շրջանակներում եւ իմացել եք, որ ես չգիտեմ ինչ նշանակման մասին է խոսքը ու չգիտեմ արդյոք ով է իմացել ով չի իմացել ու ես չգիտեմ ինչ բան է էլի այս խոսակցությունն կարծես տեղին չի որտեղ ես նորից եմ իմացել եք որ կուսակրոն հոգևորականները խախտում են բայց մենք այնպես չի հիմա պնդումն ենք անում մենք հիմա հարցն ենք տալիս հա նոր ես 5 օրվա մեջ ձեր մոտ կասկածներ են նոր առաջացել կասկածների մասին չի խոսքը հարց տալու մասին հիմա ինչ որ մի բայ պետքա տրվեր այդ հարցը այսինքն օրինակ 2018 թվականի մայիսի 9-ին պետքա տրվեր այդ հարցը Նայեցեք սելֆի անելուց առաջ կամ հետո պետք է այդ հարցը տալ, երբ պատմական սելֆի է տեղի ունենում։ Հարցը ինչ-որ մի պահյաց։ Այդ ժամանակ էլ էր այդ հարցը լնելու։ Կա պետք է սելֆի անել հետո տալ այդ հարցը։ Այդ ժամանակ էլ այդ հարցն եք դուք տալու, չէ՞։ Ես ասում ինչ տարբերություն է պատերվում հարցը։ Ինֆորմացիոն առիթ պետքա, չէ՞, այդ հարցը առաջ գալու, որովհետև կներեք ես հիմա կարող եմ նայել պաշտոնյայի աչքերին եւ մի հատ տարօրինակ հարց տամ եւ ասեմ դե այդ հարցը պետք է մի օր հնչեր, չէ՞։ Դե հա, բայց բարբերաբար տենց իրավիճակներ լինում է, որ այդ հարցը մի օր պետք է հնչի ու այդ հարցը տենց նոր չի որ ծագում է։ Բայց ինչն է հիմք հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը հնչեցրել է։ Վտանգ է։ Այդ հարցի գոյությունը ինքնին հիմք է այդ հարցը հնչեցնելու համար, Նարեկ ջան։ Ինչից է գոյացել։ Ինչ վտանգ։ Ինչ պետք է անել։ Հարցման արդյունքներ են հրապարակվում, որ եկեղեցու վարկանիշն ավելի բարձր է, Կովկասյան բարոմետրն է հրապարակել, մի շատ մարդ է վստահում։ Իհարկե, եկեղեցուն ավելի շատ մարդ է վստահում, բայց մի հատ էլ բան արեք, էլի հարցում արեք, թե եկեղեցուն վստահողների քանի տոկոսն է վստահում օրինակ կաթողիկոսի։ Դե անձիկ են չէ՞ նաև եկեղեցու այդ շուրջ վստահությունը իսկ ես եկեղեցին դա ինչն է եկեղեցին դա կաթողիկոսն է նաև կաթողիկոսի գործունեությունը նաև կաթողիկոսն է բայց նաև հայրաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ է եկեղեցու հասկացում այսօր ձեզ ասեմ այսինքն այդ հարցին պատասխանող
մարդկանց մեծամասնությունը ամենայն հավանականությամբ 80-90%-ը հենց ինքը այդ եկեղեցու մասա կազմում։ Այսինքն եկեղեցուն վստահելով ինքը նաև ինչ որ առումով ինքն իրան է վստահում։ Այդպես չի, որ կաթողիկոսին է վստահում։ Հա, դուք հիմա չեք փորձում Այ կամ այսինքն այդ որ տենց ասում եք ավելի բարձր հեղինակություն ունի, հա, ամեն տարի այդ հարցումը այդ նույն թվերով գալիս է ու դրանից ոգեշնչված ըստ երևույթին, որքան հասկացա, տարբեր օտարերկրյա ուժային կառույցներ, ինչպես նշել էր այդ հոգևորականը, բան են արել, չէ՞, տենց ինչ որ մտածել են, որ այս հարցումը նշանակում է, որ կարելի է օգտագործել բարձրաստիճան հոգևորականներին Հայաստանում իշխանազավթում իրականացնելու համար։ Դե փորձեցին ու չեղավ։ Ինչ պետք է անեն։ Պետք է հրաժարական պահանջել են։ Նոր փողոցային շարժում պետք է գեներացնեն։ Արդեն գեներացրել են, թող մի հատ է կարծեմ, եթե չեմ սխալվում, մել գեներացված։ Ինչ պիտի անեն, որ մի հատ դրանից վախենան։ Ընտրություններին ընդառաջ տեսնում։ Այդ նույն ընտրություններին Մայրաթորը ցածր ռեյտինգ ունեք։ Նույն նախորդ ընտրություններին 21 թվականի Գարեգին բանը օգտագործել էր Մայրաթորը որպես Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ։ Այնտեղ տեսել եք համակարգ։ Ցուցանակ եք տեսել Քոչարյանի Հայաստան դաշինքի պաստառները Մայրաթորում համակարգիչների վրա փակցված, այ տեսել։ Եկեղեցու վրա Եկեղեցու ներսում, այ տեսել եք Մայրաթոր, Էջմիածն։ Օգտագործել են, ինչ պետք է անեն։ Ինչպես է։ Ինչ կա որ կարեին անեին ու մինչև հիմա չեն արել ըստ էս։ Ես տես բան չեմ տեղ։ Դուք ունեք կաթողիկոսի նոր տեխնացու, որ այսպես այս դիվերսիան սկսել եք եւ ուզում եք առհասարակ չեմ պատկերացնում, թե ես ոնց կամ ինչի։ Իշխանությունը դուք չէ։ Միանշանակ կարող եմ ասել ոչ։ Միանշանակ։ Անտարակույս պատասխանում եմ ձեր հարցին։ Ցանկությունը գահանկեց անելն է կաթողիկոսի։ Ցանկությունը հայ առաքելական եկեղեցուն անաղարտությունը վերադարձնել։ Այդ թվում նաև Գարեգին երկրորդին գահանկեց անելով։ Եթե Գարեգին երկրորդը այդ անաղարտությունը խաթարում է, ապա այո։ Խաթարում է թե ոչ։ Այդ հարցին պետք է ինքը պատասխանի, պատասխանելով հարցին արդյոք ինքը ունի զավակ թե ոչ։ Ինչու՞ չի պատասխանում։ Ինչ իմանա։ Լավ կլինի այս հարցը իրեն տալու հնարավորություն ունենաք։ Գուցե դա այնքան, այսպես ասած, ոչ կարևոր թեմա է, որ չի արձագանքում։ Ոնց է ոչ կարևոր, այն փաստը, որ ինքը համապատասխանում արդյոք իր կարգավիճակին, թե ոչ։ Դե եթե չհամապատասխանես, չէր ընտրվի։ Եթե այդքան միանշանակ չի մեկ, երկրորդը ես չգիտեմ, թե ինչի երբ է տեղի ունեցել կամ տեղի ունեցել է, թե տեղի չի ունեցել, բայց այնուամենայնիվ կա հարց, որին պետք է տրվի պատասխան, այո կամ ոչ։ Հիմա հոգևորականները արթնանան եւ օրինակ նմանատիպ հարցեր ուղղեն ձեր իշխանությանը միջև ամենաբարձր մակարդակով։ Դուք ունեք օրինակ, չգիտեմ, սիրուհիներ, թե ոչ, դուք պետք է այդ հարցին պատասխանեք, ընտրված падգամավոր է հարկատուներից ծնող, հարկատուն ուզում է իմանալ, հիմա այդպիսի հարց օրակարգ կարելի է բերել այդ անվան տակ, որ կարծեմ կարող են գտնվել մարդիկ, ովքեր այդ հարցը բերեն, առհասարակ քրիստոնեական արժեքներով շատ երկրներում դա այդ հարցը տենց գոյություն ունի քաղաքական։ Եվ հետո ասեն, այ տեսեք, այս ամուսնացած падգամավորը սիրուհի ունի, նրան պետք է հայկական ավանդական ընտանիքի մոդելը արատավորում է, պետք է մանդատը վայր դնի ու գնա։ Թույլ տվեք ասեմ, աշխարհի շատ քրիստոնեական առաջադեմ երկրներում նույնիսկ այդ բանը հարցը որպես այդպեսին գոյության իրավունք ունի։ Հասարակության մի մասը գտնում է, որ գոյության իրավունք այդ հարցը ունի, բայց լիբերալ հասարակարգերը նաև ընդունում են անձնական կյանքի անձեռնմխելիության հարցը։ Բայց այստեղ կա մի խնդիր, որպես այդպեսին պաշտոնյաները առնվազն կուսակրոնության ուխտ չեն տալիս Աստծո առաջ։ Ու իրենց պաշտոնի համապատասխանելիությունը չի չափվում նաև իրենց կուսակրոն լինել կամ չլինելով։ Մեծ հաշվով չէ՞ լի։ Ի սկզբանե այդպես է ու վերջի մա չի չափվում դրանով։ Բայց եկեղեցականների դեպքում որոշակի աստիճանից հետո այդ մարդիկ ունեն հստակ կանոնակիր, ու այդ կանոնակությամբ հստակ ամրագրված է, որ պետք է լինեն կուսակրոն։ Հենց դրա համար է, չէ՞ որ սրբազաններին ասում են սրբազան։ Բայց եթե եկեղեցին իր մեջ սրբազաններին ասում են սրբազան եւ տեսնելուց էլ ասում են Աստված օգնական։ Այդ երկու բանը որպես այդ բայլխեն այդ մարդկանց ասում սրբազան հազար ներողություն։
Բայց այդ մարդիկ էլ խեն ներկայանում կոնկրետ կարգավիճակով։ Ես իդեպ դեմ չեմ, եթե եկեղեցին որոշի ռեֆորմի գնա ու բան անի։ Եթե եկեղեցին ու եկեղեցականները կորոշեն, որ կուսակրոնությունը պետք է առհասարակ այլևս բան լինի, հանվի որպես այդպեսին ու պետք է անցնեն այլ թող որոշեն, բայց մի բան դա այդ ժամանակ արդեն ունենալ, չգիտեմ, օրինակ ամուսնացած, ընտանիք կա, տեր կաթողիկոս, ու մի բան ունենալ մի ժամանակ, երբ որ կուսակրոնությունը պարտադիր է այդ կարգավիճակում լինելու համար։ Հիմա ես կոնկրետ ունեմ որպես ազգային ժողովի падգամավոր պետք է համապատասխանեմ որոշակի պահանջների, լինեմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերջին 5 տարում։ Եթե ես այս պայմանին չհամապատասխանեմ, ապա այո, բնական է, որ ես պետք է դադարեմ լինել ազգային ժողովի падգամավոր։ Հայաստանում բնակված լինելու հանգամանքը վերջին 5 տարում անընդմեջ։ Էլի, եթե չհամապատասխանեմ, բնական է, որ պետք է դադարեմ լինեմ падգամավոր։ Պետք է падգամավորի 25 տարին լրացած լինի, եթե պարզվի, որ падգամավորը որոշակի փաստաթուղթ է կեղծել եւ չի լրացել նրա 25 տարին, այո, պետք է դադարի падգամավոր լինել։ Ինչն է այստեղ հարց ուզում եմ հասկանալ։ Եկեղեցին ինքը իր մեջ այդ հարցերը կբարձրաձայնի, կլուծի, ինչպես սահմանված է կարգով։ Բայց ով է ասել, որ եկեղեցու հետևորդները այդ եկեղեցու ինքը իր մեջից դուրս են գտնվում։ Այդ պնդումը ես չեմ հասկանում։ Ով է ասել, որ եկեղեցու հետևորդը հավատացյալ մարդը այդ մեջից դուրս է գտնվում։ Այդպես չի։ ԿՊ-ում բոլորը հավատացյալներ են, պատվիրանները չեն խախտում, ճիշտ եմ հասկանում, պարոն Ալեքսյան։ Բացարձակ մեծամասնությունը հավատացյալներ են։ Բացարձակ մեծամասնությունը հավատացյալներ են, չեն սպանում, չեն ստում։ Չէ, թվարկում են պատվիրաններն են, թվարկում եմ դրանք բոլորը պահում են։ Մեծամասամբ անձամբ ես փորձում եմ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, պետք է Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում եւ միջև անգամ տեխնացուի բարեվարկությունը ստուգելու հավան։ Դա ինչպես եք դուք պատկերացնում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ինչպես պետք է լինի։ Դեռ չեմ կարող պատասխանել այս հարցին անկեղծ ասած, բայց շատ լավ կլինի, որ նմանատիպ բան լինի։ Չեմ պատկերացնում, թե ինչ մեխանիզմով որպես այդպեսին, բայց որոշակի Նիկոլ Փաշինյանի մտքերը նաև ձեր համար են անիրատեսական, որ ասում եք չեմ պատկերացնում ինչ անգել։ Անիրատեսական չեն, այս բան կոնկրետ մոդելը չեմ պատկերացնում։ Գուցե պետք է ինչ-որ հանրային խորհրդի ձևով մի բան լինի։ Չգիտեմ, գուցե ազգային ժողովի ձևաչափով, գուցե այլ ինչ-որ համակարգի միջոցով ինչ-որ որոշակի մասնակցություն այդ process-ին ունենալը շատ լավ կլինի։ Այսինքն ԱԺ-ում ընտրվի կաթողիկոսը։ Չէ, պարտադիր չի ԱԺ-ում ընտրվի, բայց ինչ-որ հանրային խորհրդի կամ բարեվարկության ստուգման մասներ, եթե խոսքը որոշակի ինչ-որ մեխանիզմ լինի դա անել։ Թեկուզ այդ հանրային խորհուրդը, որը պետք է դա անի, այդ խորհուրդը ընտրվի օրինակ ազգային ժողովի կողմից, չգիտեմ, սա ասենց շատ բան եմ ասում։ Չեք քննարկել սա։ Այդ չէ, նման քննարկում չի եղել որպես։ ԿՊ-ի նիստում քննարկվել է ընդհանրապես այս թեման։ Որ նիստում ինչ նիստում վարչության նիստում։ Վարչության նիստերը ԿՊ-ի փակ են ընթանում եւ դրանց հետ կապված որպես այդպեսին տրամադրվող մամուլի հաղորդագրությունից ավել ոչինչ չեմ կարող դրանից։ Չէ, ես չեմ ասում պատմեք ինչ եք խոսել, զուտ ասում այս թեման կոնկրետ նիստերը փակ են ընթանում ու մամուլի հաղորդագրությունից ավել ոչինչ չեմ կարող հայտնել ցավոք սրտի։ Պարոն Ալեքսանյանի բայց հանրային կարևորության շատ հարցեր քննարկվում են վարչության նիստերում միանշանակ։ Այս հարցը հանրային կարևորության է ըստ թե ոչ։ Հարցը իհարկե հանրային կարևորության է, բայց արդյոք քննարկվել է թե ոչ այդ հարցին թույլ տվեք չպատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանի ընտրված բառապաշարը ձեզ համար ընդունելի է։ Որ բառապաշարը նկատի։ Օրինակ դոմփել, երբ որ վարչապետը իր Facebook-յան էջում գրում է այդ բառը, դուք ված չեք զգում դրանից։ Դե ուրիշ բառով ասել ենթադրենք դրանից ինչն էր փոխվելու։ Այսինքն դուք կարծում եք, ես կարծում եմ, որ այսինքն դոմփել բառի մեջ ահռելի տարբերություն չկա։ Ահռելի չկա տարբերություն մեծ հաշվով։ Ավելի քաղաքակիրթ չէ, թե հա, ավելի քաղաքակիրթ է, բայց այստեղ նաև պետք է հասկանալ, թե ինչ կոնտեքստում է ասվում ինչ-որ բան։ Ու ինչին ի պատասխան է ասվում ինչ-որ բան։ Ինչին ի պատասխան։ Եկներեք, բայց ես ամենայն Դուք սկսեցիք, վարչապետը սկսեց, չուլան են, պահեստ է։ Ոչ չուլան չի։
Այդ կներեք, դուք այդ հենց հիմա հենց այս օրերին սոցցանցերում տարածվող այդ նկարները որ տեսնում եք, չեք վստահ հավաստիանում որ Քրիստոնյա է Նիկոլ Փաշինյանը, թող կրանար, վերցներ, հաներ իհարկե դուրս։ ես ձեզ վստահեցնում եմ ինքը մշտապես կրանում եւ վերցնում է, երբ որ ինչ-որ բան է տեսնում, որը որ պետք է ինչ-որ տեղ չնու դրա հետ կապված Մեշկով ավազը անձամբ վերցրել եկեղեցուց դուրս էր հանել ցեմենտը, հաներ ուր դներ։ աղբամանը գցել, եթե կարծում էր որ դա աղբեր, բա քրիստոնյա էր, մտահոգված է, որպես մտահոգ քրիստոնյա ինչի չի անձամբ Նարեկ ինձ թվում է դուք եք հասկանում, որ այս արգումենտը այդքան էլ բան չի։ Ենթադրենք մի եկեղեցունը ես ու դուք գնացինք վերցրինք ու արեցինք, բա մնացածին։ Մարդը ընդհանրապես ասել է որ չուլան եք սարքել եկեղեցիները եւ այսինքն տենց ինչ որ մեկը խիստ վիրավորվեց այդ փաստի արձանագրումից։ Դրանի պատասխան ինչ էր եղել որ Նիկոլ Ինչ ասես, ամենավերջի վիրավորանքներ ու անիծքներ չեք տեսել։ Նիկոլ Փաշինյանը չէր որ գրել էր ես իբրև գնդակահարության պատի տակ կանգնած իմ մեկնաբանությունները չեմ փակում, արեք ինչ ուզում եք գրեք, որպես քրիստոնյա ձեզ ներում եմ։ Մի քանի ամիս առաջ նման գրառում էր արել Facebook-ում։ Հիմա ինչ եղավ, որ այդ քրիստոնեությունը փոխվեց եւ սկսեց արդեն ագրեսիվ պատասխանել։ Հա չի փակում։ Իրավունք ունի ցանկացած մեկը ցանկացած բան գրել դուք դա։ Չէ, ինքը մեկ ասում է ես քրիստոնեաբար ձեզ ներում եմ, որ ինձ անիծում եք, հայում եք, բայց հիմա ասում եք այ հայոյանք եղել, դրա համար ինքը շուռ եկավ ասեց սրբազան գնա կնոջդ բայց քրիստոնեական արժեքները ուր մնացին, պարոն Ալեքսանյան։ Քրիստոնեական արժեքները իրենցից ենթադրում է որ մեկ անգամ պետքա դեմ տաս մյուս այդդ։ Մշտապես չի որ պետքա դեմ տաս մյուս այդդ։ Չի ենթադրում որ մի անգամ երբ որ դեմ տվեցիր մյուս այդդ, պետքա էլի շուռ գաս ու դեմ տաս նախորդ այդդ։ Տենց չի ենթադրում քրիստոնեական արժեքները։ Ու ես վստահեցնում եմ ձեզ, որ բարբերաբար ներում է այո վարչապետ։ Ու մեր քաղաքական թիմն է, որտեվ եթե այդ համամասնությունը նայեք ուղակի դեպի մեզ տեղացող այդ աղտեղության ու մեր պատասխանները դրանց, ուղակի այդ համադրելիություն չկա դեռ։ Թվերի, քանակի, չափի, մասշտաբի ու սրության, որպես այդպեսին չկա ու վերջ։ Հիմա ինչ հասարակությունը էլ ինչի սպասի այս թեմայի շրջանակներում։ Պատասխանի։ Հասարակությունը հիմա արդեն իսկ սպասում է այդ պատասխանին ու ամեն մի րոպեն որ ուշացնում են այդ պատասխանը դա իրենց շահերից չի բխում։ Ինչ է դեռ։ Որտեւ ինչքան ուշացնում են այդ պատասխանը, այդքան հասարակության մեջ կարծրանում է այն մտածմունքը, որ այդ հարցի պատասխանը այո է։ Էլ չեմ խոսում այն երեկվա խայտարակ հարցազրույցների մասին, որ տվեցին, ասում են դա սխալ հարց է, այն մեկն ասում է դա պիղծ հարց է, այն մեկն ասում է ձեր ինչ գործ։ Ինչ մտածի հասարակությունը այս պատասխաններից։ Սա մարդու անձնական տարածք մտնել չի։ Որտեղ մարդու անձնական մարդը տվել է ուխտ Աստծուն ու ստանձնել է բոլորիս հոգևոր առաջնորդի պաշտոնն ու կոչումը, խոստանալով, որ կոնկրետ այդ անձնական տարածքը ինքը չի ունենալու։ Հիմա իրան տրվում է հարց. դու ունես այդ անձնական տարածքը, թե չունես։ Եթե ասում եմ ունեմ, ասում ենք շատ լավ, մենք հարգում ենք քո անձնական տարածքը, գնա զբաղվիր դրանով, Աստված ընտանիքի օգնական կամ զավակների օգնական, չգիտեմ, անկեղծ եմ սա այդ ասում, ոչ մի բaragայում չի կարելի թիրախավորել այդ մարդկանց կանանց կամ երեխաներին, եթե նրանք ունեն այդպիսիք։ Եթե մարդը ասում է, չէ, չունեմ, ուրեմն էլ ինչ անձնական տարածքի մասին է խոսքը։ Մայրաթոռը կոշտ քննադատում է իշխանության այս գործելավոճը հոգևոր խորհրդի նիստից հետո նշում են, որ Նիկոլ Փաշինյանի այս գործունեությունը նպաստում է եկեղեցու հեղինակության անկմանը եւ այսպես եզրեր են տեսնում օրինակ այն նույն թիրախավորումների հետ, որոնք օրինակ գալիս են ադրբեջանական կողմից ձեր մեկնաբանությամբ։ Այս 21 թվականից սկսած որոշ եկեղեցականներ եկեղեցին փորձ են արել վերածել Հայաստանում գործող դաշնակցության ֆիլիալի կամ Ռոբերտ Քոչարյանի ինչ որ երկրորդ կուսակցության դաշնակցությունից հետո Տենց իրանք նոր հասկացել են, որ իրանք մտել են քաղաքական բանի մեջ ու հեղինակության խնդիր են ստեղծում եկեղեցու համար։ Այդ իրանք չեն հասկացել, թե ինչ հեղինակային ռիսկ են ստեղծել եկեղեցու համար, երբ որ փաստացի տենց դարել են, ենթադրաբար դարել են կոմպրոմատային ինչ-որ երևույթներ ու կերպարներ, էլ չեմ ասում, չեն հասկացել, թե ինչ ռիսկ են ստեղծել հեղինակային եկեղեցու համար, երբ որ եկեղեցին սարքել են տենց, չգիտեմ,
Իշխան Սաղաթելյանը նման ինչ որ ընդդիմադիր շարժումների բան։ Չէ, դե նրանք ասում են դա նա հոգևոր հայրապետն է եւ բանն անում, իր հայրապետական օրինակն է տալիս, որ քաղաքական գործընթացների չի մասնակցում։ Արքեպիսկոպոսներն էլ տենց փողոցներն ընկած բան են անում, դա էլ տենց ուղղակի քայլում են, հետիոտն են։ Սառեցրել է նա իր ինչն է սառեցրել։ այդ Դա այն մեկը, որ զինված հեղաշրջման համար է պայքարում, DVD-ի համար էր պայքարում առաջ երևի, հիմա զինված հեղաշրջման համար է, բայց այդ մեկը։ Հասկանում եք ինչ ասում, ասում զինված հեղաշրջում եմ ես ուզել, ռազմական հեղաշրջում եմ ուզել, այդ եմ ուզում ես։ Այդ հեղին չի հեղինակազրկում եկեղեցին, իրոք։ Այդ հարցումները, որ նայում են մարդիկ, թող լավ իմանան էլի, որ հասմեք հարցումներում եկեղեցին բարձր վստահություն ունի, հա եկեղեցին ունի բարձր վստահություն, բայց այդ եկեղեցականները չունեն։ Դուք չեք կարծում, որ լրջագույն հարցեր օրինակ թողել եւ երկրորդական ինչ-որ բաների հետևից եք ընկել, օրինակ հայ հանրությանն ավելի հետաքրքրում է ինչու է օտար պետության ղեկավարը մեդալ տալիս ամենայն հայոց կաթողիկոսին։ Ինչու օրինակ ինչ հանրության շրջանում կան խոսակցություններ, որ եկեղեցականները ունևոր են առանձին հոգևորականներ չեմ ասում բոլորը, հա, մեծ կարողություններ ունեն, գույքեր ունենան։ Այդ հարցերն են կարևոր, բայց այդ հարցերը որպես այդպեսին անհամատեղելիություն չի ստեղծում դրանցից, որ ոչ մեկը նրանց զբաղեցրած պաշտոնների հետ։ Այդ հարցերը եւս կարևոր են, այո, եկեղեցին պետք է նաեւ ֆինանսական թափանցիկություն դրսևորի, սա շատ կարևոր է։ Մարդիկ պետք է հասկանում եք մեր հասարակության մոտ, չգիտես, երբվանից ինչ որ բայից սկսած էլի, ձևավորվել է բանը, որ եկեղեցում դե այսքան է, այս մեկը այսքան արժի, կնունքն այսքան արժի, թաղումն այսքան արժի, այս մեկն այսքան արժի։ Այսինքն եկեղեցում դիտարկում են որպես տենց ինչ որ price բաներով, price list-ով մի հատ կառույց ինչ որ չգիտեմ այնտեղ բան, ֆուրշետային բան, շատերի մոտ է դա։ Ասում եմ, քա միջև քահանային փող չտաս, երեխուն չի կնքի, այս մեկը չի անի, այն մեկը չի անի։ Դուք ինչի առանց աշխատավարձի չեք աշխատում, պարոն Ալեքսանյան։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը բնավ դրա մասին չի։ Չէ, այլ այդ քո ծառայություններից էլ իրենց եկամուտն է ձևավորում, Շատ լավ, իսկ այդ եկամուտը ինչքան է։ Դե ես աշխատավարձ որ ստանում եմ, հարկել եմ տալիս։ Եթե դրան եք տանում օրինակ։ Դե անցած տարի որ այդ շարժումը հանգեց, այդ հարկային դաշտ բերելու ձեր խոսակցություններն էլ հետը նստեցին, այսինքն հենց մի բան լինում է, դուք հիշում եք, ակտիվանում եք։ Չէ, ես չեմ բերում, հիմա չեմ ասում, դուք եք ասում։ Ին վրա եք օրինակ բերում, ասում ես աշխատավարձ որ ստանում եմ, հարկել եմ տալ։ Դուք եք եկեղեցուն հարկային դաշտ բերողը հիմա։ Ես էլ ասում եմ, ես դեմ չեմ բնավ, որ պետք է բնականաբար նաև եկեղեցին ունենա իր ֆինանսական աղբյուրներ, բայց դրանք եւս պետք է թափանցիկ լինեն։ Մարդը պետք է հասկանա ուրա գնում իր գումարը։ Ես վստահ եմ, որ մարդիկ դեմել չեն, որ եկեղեցականները աշխատավարձ տոնեն։ Բնավ, բայց պետք է հասկանալ ինչքան է այդ աշխատավարձը, արդյոք հավասարաչափ է այնտեղ բաշխվում իրար մեջ, արդյոք այնտեղ չկան ինչ որ գերշահույթ ստացողներ, մեծահարուստներ, փաստացի։ Կան։ Դե ըստ մամուլի հրապարակումների էլ կան։ Ապօրինի գույքով անցնող եկեղեցական էլ չկա, եթե չասեմ։ Հա, որ կարճվեց։ Դե չգիտեմ։ Գործը փակվեց։ Դե ինչ ասեմ, փակվեց, ամեն դեպքում անցնել ինքնին արդեն իսկ խնդրահարույց։ Այնտեղ բանը ձայնագրություն հրապարակվեց, չէ։ Մի ուրիշ եկեղեցականի կամ նույն եկեղեցականի չեմ էլ հիշում անունը, որ օֆշորի մասին էր խոսում, օֆշորում ուզում էր փող դնել, որ չիմանային, որ դա իրենն է։ Նմանատիպ բաներ էլ կա, հիմա այդ նորմալ է։ Մենք հարցրեք, դա նորմալ է, այդ եկեղեցականները ունեն այդ 80-90% բանը, վստահության ռեյտինգը, որն ունի եկեղեցին։ Դե հենց դա իրանք Լավ, եթե իսկապես այդ հարցերը, ինչպես նշում եք, որ որպես քրիստոնյա մտահոգված եկեղեցու, հա, հեղինակությամբ այդ հարցերը ձեզ հուզում են, ինչու դա չանել ավելի կոռեկտ, չանել ավելի քաղաքակիրթ, քրիստոնյային վայել, հա, բայց ինչով չի քաղաքակիրթ։ Ոչ, դա Աստվածաշնչից է մեջ բերում նրան։ Հա, Աստվածաշնչից մեջ բերում անում, հաջորդը կներեք, բայց շատ փողոցային մակարդակի բառեր է կիրառում։ Կներեք,
բայց այդպես չի։ Ուղղակի բացիկնայք ասում, կաթողիկոս պետքա պատասխանի հարցին, ինքը զավակ ունի, թե չէ դրան շտա ոչ կողմ։ Չէ, բայց մյուս գրածները սրբապիտ սրբազաններ։ Բայց դե կներեք հիմա եթե պարզվի, որ մարդիկ խախտել են կոնկրետ ուղղ, որ մարդիկ զբաղված են եղել կոնկրետ բաներով, բարը դա։ Չէ, արդեն հաստատ ասում եմ, հələ այս սրբապիղծներին նայեք, սկի պահքը չեն պահում։ Դե բանդեղ կոնկրետ արտահայտություն կա։ Մարդ ասում, չեմ ուզում խորանամ այդ թեմայի մեջ անկեղծ, բայց մարդը կոնկրետ բան է ասում, չէ։ Դրանի պատասխանա պետք տան, դիտարկել։ Լավ, եթե այսպես Facebook-յան գրառումներին ի պատասխան ձեր հարցի պատասխանը չստանաք, Նիկոլ Փաշինյանն ինչ քայլերի է դիմել։ Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ պիտի ստանանք այդ հարցերի պատասխանները, ինչ ուզում են անեն այդ հարցին պիտի պատասխանեն։ Իսկ եթե չեն պատասխանում։ Կպատասխանեն։ Ինչ գիտեք։ Ճնշում եք գործադրելու։ Ճնշում։ Այսինքն, եթե այն ինչը հիմա կա ճնշում եք համարում, ապա այո, այն ինչը հիմա կա։ Չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է ինչ-որ կառույցների դռներ, բակեր շրջափակելու հրահանգ տալ, հնարավոր է, օրինակ ասի, լայվ մտնի, ասի, այսինչ ժամին, այսինչ օրը շրջափակում ենք Մայրաթորի դուր լուսամուտը, որ այս հարցի պատասխանը ստանա։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կառաջանա, որտեղ գտնում եմ, որ մաքսիմալ կարճ ժամկետներում պիտի այն հարցը ստանա պատասխան։ Այդ հարցի պատասխանը ստանալուց հետո արդեն ոչինչի անհրաժեշտություն չի լինի ու ամեն ինչ կգնա իր բնականon հունով։ Եվ եթե օրինակ Մայրաթորից պատասխան լինի, որ ոչ որևէ կուսակրոն հոգևորական չի խախտել այդ ուխտը, դուք արդեն կհանդարտվեք։ Պատասխանը լինի։ Դուք թեման կհամարեք փակված։ Թող այդ պատասխանը լինի, կհասկանանք։ Ըստ պատասխանի մենք կհասկանանք թեման փակված է, թե փակված չի, բայց ես ասեմ, որ իմ ընկալմամբ այս թեման պետք է տանել մինչև վերջ։ Վերջը ո՞րն է։ Եկեղեցու անաղարտության վերականգնումը։ Ու դա ինչպես է գնահատվում, հա? Եկեղեցին հասակ արդյոք եկեղեցին անաղարտացնելուն, թե ոչ, ինչպես է դա չափելու։ Առնվազն նրանով, որ հասարակության բացարձակ մեծամասնության մոտ հարց չի առաջանա, արդյոք բարձրաստիճան հոգևորականները համապատասխանում են իրենց պաշտոններին։ Հարցում չէ, վես ձեր ստատուսները ոչ մեկի մոտ էլ չկար։ Հաստատ։ Ավելի շատ բայց երկրի վիճակը ինչ ալնելու հարցն է հիմա տարածված։ Բայց հիմա ասում տարիներ շարունակ բայց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր մամուլը ինչ էր գրում կաթողիկոսի դուստր ունենալու մասին, եթե այդ հարցը չկար։ Ոնց չկար։ Դուք հավատում եք մամուլի գրածին, թե ոչ։ Թող պատասխանեն։ Ես ուզում եմ, որ այդ հարցին պատասխանեն։ Ես անձամբ հավատում եմ, թե չէ դա հարցի երկրորդ կողմն է։ Իսկ հնարավոր է, որ սահմանադրական ինչ-որ փոփոխությունների այս շրջանակներում վերանայեք, հա, Մայրաթորի հետ կապված, թե կարգավիճակը, թե պետությանն ավելի շատ լծակներ։ Այս հարցը ավելի ճիշտ է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին տակ, բայց այնտեղ է սահմանադրության մեջ մեն գրած է, որ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Հնարավոր է։ Բայց որոշակի բան հանձնաժողովին այդ հարցը տվեք, չգիտեմ, քննարկել են նման բան չեն քննարկել։ Բայց հնարավոր է, որ կամ դուք ինչը կարծում պետք է նման փոփոխություն։ Ես կարծում եմ որոշակի հստակություններ են պետք, որտեղ օրինակ հիմա հարցը առաջանում, ասում է պետությունն ու եկեղեցին անջատ են։ Իսկ այդ անջատությունը արդյոք չի ենթադրում, որ օրինակ բարձրաստիճան հոգևորականները չեն կարող կառավարությունից հրաժարական պահանջել կամ ընդդիմադիր ցույցեր եկել։ Նշանակում է թե չէ։ Հարց է։ Պետք է հստակ լինի։ Իսկ ինչպես է ստացվում, երբ որ վարչապետն է հարց հնչեցնում, նա այդ դեպքում որպես հավատացյալ քրիստոնյա է, հա, այդ հարցը։ Իսկ երբ որ կաթողիկոսն է հրաժարական պահանջում, նա այդ պահին ՀՀ քաղաքացի չէ ու ամենայն հայոց կաթողիկոս է։ Դա ինչպես է ստացվում։ Դե վերջում ստորագրությամբ։ Հարցի հրապարակման վերջում ստորագրություն կա, չէ՞ հիմա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ես գրածի տակ չի գրում ՀՀ վարչապետ։ Չէ, ես ասում Նիկոլ Փաշինյանը կարա այս հարցը տան, այ որպես ՀՀ վարչապետ, որտեղ սա անվտանգության համար խնդիր է։ Հարց է առաջ։ Ինչ։ Ես քիչ առաջ բացատրեցի, եթե Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու պես մեծագույն կառույցը որպես այդպեսի, նրա ղեկավարները ենթարկա են կոմպրոմատացման, այն օտարերկրյա ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական օտարերկրյա ուժային կենտրոնների կողմից, որոնք ըստ
չնշածս հոգևորականի բարբերաբար կապի են դուրս գալի ինչ որ բաներ են խոսում են անում, այդ դեպքում դա ազգային անվտանգության սպառնալիք է, կներեք։ Հայաստանի ամենամեծ փաստացի կառույցն է։ Ո՞վ է շանտաժանելու Գարեգին։ Դե ինչ իմանամ, որ ուժային կենտրոններն են կապի դուրս գալի, հարցրեք այդ բանից։